Վստահ եմ շատերս համտեսել ենք ձկան ձողիկներ, բայց երբ տեսնես թե ինչպես են այն պատրաստում, վստահ եմ, այլևս չես ուզի այն համտեսել։ Ամեն առավոտ սկսվում է նրանով, որ սառեցված ձուկը լցնում են բլենդերի մեջ։ Ձուկը մանրացվում է դառնալով գրեթե կրեմային զանգված։ Այնուհետև այդ վերամշակված ձուկը լցնում են կաթսայի մեջ տաքացնելու, խաշելու համար, որպեսզի այն չկպնի, պետք է անդադար խառնել։ Ջերմաստիճանը բարձրանալուն զուգահեռ ձկից ամբողջ խոնավությունը գոլորշի անում է։ Այս փուլում խոհարարները ավելացնում են տարբեր համեմունքներ, բայց միայն գլխավոր խոհարարը գիտի դրանց ճշգրիտ բաղադրությունը։ Երբ զանգվածը դառնում է համասեռ, կրեմային ձուկը տեղափոխվում է մեկ այլ խառնիչի մեջ։ Այստեղ ավելացվում են սննդային ներկեր ու բուրավետիչներ, խառնելով ձկան զանգվածին։ Ի վերջո, մեկ կոճակի սեղմումով դրանք խառնվում են եւ դառնում ձկնափայտիկներ, այսպես ասած ձկան ձողիկներ։ Այնուհետև աշխատողները կտրտում են դրանք հավասար կտորների, դնում են ջրի մեջ սառեցման համար։ Այնուհետև սառած ձողիկները դուրս են բերում, տեղադրում ցանցի վրա, գոլորշում մեջ 300 աստիճան ջերմությամբ։ Երբ ամեն ինչ պատրաստ է, ձկնաձողիկները հանվում են եւ փաթեթավորվում վաճառքի համար։ Սառը վիճակում դրանք ունեն փափուկ եւ զարմանալիորեն էլաստիկ հյուսվածք։ Երբ դրանք մատուցվում են, մանր կտրատվում են ու ավելացնում ռամենին։ Իսկ դու սիրում ես ձկնաձողիկներ։ Չենք մոռանում բաժանորդագրվել Նարեկ Դեմիրճյան էջին։ Շնորհակալություն։